Վաշինգտոնն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմանն ուղղված ջանքերին, դրանք էական նշանակություն ունեն տարածաշրջանի բարեկեցության համար, ասված է Ադրբեջանի անկախության օրվա առիթով ԱՄՆ պետքարտուղարի ուղերձում։ Մարկո Ռուբիոն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Նաև աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ Ճանաչում ենք այդ երկրի աճող նշանակությունը որպես էներգիայի մատակարար և տրանսպորտային հանգույց, նշված է պետքարտուղարության հաղորդագրության մեջ։ Ռուբիոն հավելել է, ԱՄՆ-Ադրբեջան գործընկերությունը շարունակվում է անվտանգության, էներգետիկ գործակցության և տնտեսական ոլորտներում։ Վաշինգտոնը հավատարիմ է Ադրբեջանում հիմնարար ազատությունների, այդ թվում մամուլի ազատության պաշտպանությանը, այդ երկրի սահմանադրությանը համապատասխան։ Ակնկալում ենք խորացնել մեր գործակցությունը և միասին աշխատել ապահովելու խաղաղ, բարեկեցիկ ապագա Ադրբեջանի և ամբողջ տարածաշրջանի համար, ասված է պետքարտուղարի ուղերձում։ Ռուսաստանի տարածքում գիշերը խոցվել է ուկրաինական 296 անօդաչու թռչող սարք, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչության տվյալով թիրախում են եղել Բրյանսկի, Բելգորոդի, Վլադիմիրի, Վորոնեժի, Իվանովոյի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Ռյազանի, Սմոլենսկի, Տվերի և Տուլայի մարզերը։ Հայտնի է, որ Բրյանսկում 3 բնակելի շենք է վնասվել, տուժածներ չկան։ Գիշերը Ռոսավիացիան ամբողջությամբ փակել է Մոսկվայի երկինքը։ Հաղորդվում է, որ Մոսկվայի շրջանում 42 անօդաչու թռչող սարք է խոցվել, վնասվել են բնակելի շենքեր։ Մայրաքաղաքի ուղղությամբ էլ ոչնչացվել է 33 ԱԹՍ։ Վոլոդիմիր Զելենսկին երեկոյան ուղերձում հայտարարել է, Ռուսաստանում պետք է զգան Ուկրաինայի դեմ հարձակումների հետևանքները։ Իհարկե չենք կարող հրապարակավ խոսել մեր ծրագրերի կամ հնարավորությունների մասին, բայց հայելային արձագանքելու ենք ռուսական բոլոր սպառնալիքներին և մարտահրավերներին, նշել է Ուկրաինայի նախագահը, ընդգծել Ուկրաինայում անօդաչուների, թևավոր հրթիռների և այլ տեխնիկայի արտադրության կարևորությունը։ Օրերս Ռուսաստանը վերջին ամիսների ընթացքում ամենազանգվածային հարձակումն է իրականացրել Ուկրաինայի վրա, կիրառելով հարյուրավոր անօդաչուներ և հրթիռներ։ Զոհվել և վիրավորվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ։ ԱՄՆ նախագահը կրկին քննադատել է Ռուսաստանի նախագահին։ Truth Social-ի էջում Դոնալդ Թրամփը գրել է, որ Վլադիմիր Պուտինը կրակի հետ է խաղում։ Նա չի հասկանում, որ եթե ես չլինեի, Ռուսաստանի հետ վաղուց շատ վատ բաներ կպատահեին։ Նկատի ունեմ շատ վատ բաներ, նշել է Սպիտակ տան ղեկավարը։ Միևնույն ժամանակ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ Թրամփի խոսքերը չեն նշանակում, որ նա հիասթափվել է։ Գերատեսչության խոսնակը հավատացրել է, ԱՄՆ նախագահը պարզապես ցանկանում է հասնել աշխարհում խաղաղության և իր անկեղծ կարծիքն է հայտնում տեղի ունեցածի մասին։ Ռուսաստանը պետք է լուրջ ընդունի այս ամենը։ Մենք լծակներ ունենք, որոնցով կարող ենք ճնշում գործադրել դադարեցնելու կոտորածը, նախազգուշացրել է Թեմի Բրյուսը։ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգն էլ հայտնել է, որ Վաշինգտոնը ստացել է հակամարտության կարգավորման ուկրաինական պայմանների ցանկը։ Այժմ սպասում ենք նմանատիպ փաստաթղթի Մոսկվայից։ Դրանք ուսումնասիրելուց հետո բանակցությունների ևս մեկ փուլ կանցկացվի, հնարավոր է Ժնևում, հավելել է Քելոգը։ Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը կհայտարարվի մոտ ապագայում։ Եվրահանձնաժողովի ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի թագավորի հետ, որից հետո Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդես է եկել հայտարարությամբ։ Նրա խոսքով Իսրայելի կողմից Գազայի հատվածում ռազմական էսկալացիան, քաղաքացիական ենթակառուցվածքների, տեղահանված պաղեստինցիների ապաստանների թիրախավորումը զզվելի է։ Եվրոպական հանձնաժողովը միշտ աջակցել է Իսրայելի անվտանգությանը և ինքնապաշտպանության իրավունքին, սակայն քաղաքացիական բնակչության դեմ ուժի անհամաչափ կիրառումը չի կարող արդարացվել։ Իսրայելը պետք է անհապաղ վերսկսի հումանիտար աջակցության մատակարարումը, ասված է Եվրահանձնաժողովի նախագահի հայտարարության մեջ։ Լայենը Իսրայելի կառավարությանը կոչ է արել անհապաղ վերջ տալ էսկալացիային, իսկ Համասին ազատ արձակել պատանդներին։ Նա մտահոգություն է հայտնել նաև Արևմտյան ափին իրավիճակի վատթարացման կապակցությամբ։ Դիանա Գասպարյան, լուրեր։